Էլբակյան։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ես լսումները կազմակերպելու համար նվիրված քաղբանտարկյալների պաշտպանությանը, հավաստիացնում եմ ձեզ, որպես պատերի այն կողմում գտնված մարդ, շատ կարևոր է նաև Արմենը նշեց Աշոտյան, երբ որ քաղբանտարկյալը, որը գտնվում է անազատության մեջ, ինչ-որ մի լրատվության, ինչ-որ մի ֆորմատով տեսնում է, որ իր մասին հիշում են, եւ մենք չպիտի մոռանանք, որ ոչ միայն հանրաճանաչ մարդիկ են բոլորիս հայտնի քաղբանտարկյալի կարգավիճակում, ում անունը հաճախ ու շատ է տրվում, այլ նաև մարդիկ կան, որոնց անունը մենք կամ հանրային լայն շրջանակները չգիտեն, ուստի այսպիսի լսումներ ու նաև քննարկումները, որոնք ուղղված են քաղբանտարկյալների պաշտպանության հետ, շատ կարևոր նշանակություն ունեն։ Ես ուզում եմ առաջին հերթին ազատություն մաղթել Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներին, հետո շուտապույտ ազատություն ու ուժեղ կամք մաղթել մեր սրբազան հայրերին, ազգային մեծ բարերարին, Սամվել Կարապետյանին, իմ պատգամավոր ընկեր, որ նաև հին թիմ ղեկավար է Արթուր Սարգսյանին, մեր մյուս երկու համայնքի ղեկավար ընկերներին, ես այսօր իմ շեշտադրումը ու ոչ միայն այսօր կատարում եմ թիմ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող քաղաքական հալածանքներին, ուստի շուտապույտ ազատություն եմ ուզում մաղթել նաև Դավիթ Համբարձումյանին ու Վարդան Ղուկասյանին եւ նաև մեր ընկերներին Նարեկին ու Վազգենին եւ մնացած այն 3-4 տասնյակ անձանց, ովքեր գտնվում են անազատության վայրերում։ Հարգելիներս, ես իմ կյանքի որևէ էտապում, որևէ իմ գործունեության ոլորտում երբեք չէի մտածել, որ նմանատիպ մի ամբիոնում ես ելույթ կունենամ որպես քաղաքական հալածանքների ենթարկված կամ բանտարկված անձ, որը 2 տարի 7 ամիս անց է կացրել ազատազրկման վայրում եւ դեռ իմ նկատմամբ եւ իմ նման մի շարք մարդկանց նկատմամբ հալածանքները շարունակվում են եւ այդ հալածանքների վերջը չի երևում։ Բայց այսօր ես նաեւ այստեղ եմ որպես մի մարդ, որը անձամբ իր մաշկի վրա թե ֆիզիկապես, թե հոգեպես զգացել է այդ ծանրությունը, այդ հաճախ անելանելիությունը, բայց նաեւ ամենից շատ չկոտրվելու կամքն ու ցանկությունը, որ այս պայքարը, արդարության համար պայքարը հասցվի իր վերջնագետին, որովհետև էլի եմ ասում, մենք հաճախ ասում, անցնում ենք, ժամանակներ են փոխվում, տասնամյակներ են անցնում եւ որևէ մեկը որևէ անգամ չի պատկերացնում, որ կարելի է մի անգամ A-ից մինչև F կամ չգիտեմ լատիներենով ալֆայից մինչև օմեգա դնել եւ քանդել ինչ-որ մի հանգույց, որը կոչվում է քաղաքական ապօրինի հետապնդում, մարդկային ապօրինի հետապնդում, իդեպ հետապնդումների ապօրինությունները չեն սահմանափակվում միայն քաղաքական ապօրինություններով կամ քաղաքական հալածանքներով եւ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության ամենացածր օղակը իրավապահ համակարգի զբաղեցնողից մինչև ամենաբարձրը պիտի իր առջև ունենա այնպիսի միտք, որ իր նկատմամբ եւ իր համախոհների կամ հանցակիցների նկատմամբ կարող է իրականացվել իրավական գործընթաց, հանրային գործընթաց, ու ես կարծում եմ, որ այն օպեր լիազորից դանոս տվող, ոչ թե գործ ստեղծող, այլ դանոս տվող օպեր լիազորից մինչև ապօրինի ու պատվիրակված վճիռ արձակող դատավորը պիտի իմանա, որ մի օր իրենք կարող են հայտնվել այն կարգավիճակում, որի մասին ինչպես ես չեմ պատկերացրել կյանքում, այնպես էլ իրենք չեմ պատկերացնում այսօր կյանքում։ Իդեպ ես նաև կուզենայի որոշակի ուղեր ցղել, այստեղ ես տեսա նաև մարդիկ ժպտում էին, հայտնի մարդկանցից մեկը իշխանական, որ քաղաքական բանտարկյալությունը այնպիսի պրոցես է, որ երբեք չես կարող ասել իշխանության փոփոխության դեպքում ով կհայտնվի այդ քաղբանտարկյալի կարգավիճակում, ուստի
կարելի է համահարանքով ու հեգնանքով չվերաբերվել, դա ոչ հարստություն է, ոչ ուժ է, ոչ շնորհք է, ոչ հանճար ու տաղանդ է, որ ասես ինձանից ոչ ոք չի կարող խլել, մենք էլ գուցե մի պահի պատկերացնում ենք, թե մեզանից ոչ ոք ոչինչ ինչ առումով, որ չունեինք այնպիսի բան կատարած, չէին կարող խլել, բայց փաստորեն կարողանում են, խլում են ու դեռ նաև մարսում են։ Ես նաև այն մարդկանցից եմ, ի թիվս տարբեր մեր համայնքներում հաղթած համայնքապետերի, ում թվում էր, թե հաղթել է, բայց ինչպես իրական Հայաստանում է վերջերս, փաստորեն հաղթանակը պարտություն էր, պարտությունը հաղթանակ, սևը սպիտակ է կամ հակառակը, եւ միայն կյանքն է իրական Հայաստանում ճակերտներում ասած վարդագույն։ Ուստի այն պրոցեսների մեջ, որում հայտնվում ենք մենք, նկատի ունեմ այս պահին համայնքի ղեկավարները կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցողները վերջին շրջանում, վերջին 5-6 տարիների ընթացքում մեր փաստորեն թվացյալ հաղթանակները, թվացյալ արձանագրումները մենք չենք կարողանում, ոչ թե մենք ինքներս, այլ հանրությունը, հասարակությունը չի կարողանում պահի եւ մեր հաղթանակները վերենացվում պարտության, ինչպես տարբեր դաշտերում։ Այս հալածանքների շղթայի նպատակը միայն մեկ բան է, ինձ թվում է բոլորը եւ հասարակության նաեւ ոչ ակտիվ զանգվածները գիտեն, հասկանում են, ոմանք նաեւ լռում են, չխոսելու, աչքի առաջ չընկնելու ակնկալիքով, որ այս բոլոր քրեական հետապնդումների նպատակը երբեք ու ոչ մի անգամ ինչ-որ իրավական արդարադատության կամ քրեական արդարադատության իրականացումը չի, այլ համայնքի ղեկավարներին, տարբեր քաղաքական ու հանրային գործիչներին լռեցնելն է, նրանց դեմքով վախ սերմանելն է եւ նաեւ կոնկրետ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների օրինակով նաեւ ցույց տալը, որ դուք ժողովրդին ուղղված իհարկե ինչ ուզում եք արեք, միևնույնն է, եթե մենք ենք իշխանությունը, մենք ձեր ընտրությունը վերածելու ենք, ձևախեղելու ենք այն եղանակով, ինչ եղանակով մենք պատկերացնում ենք, ինչը մենք նաև տեսնում ենք մեր տարբեր համայնքներում, առավել ակնառու համայնքներում, որոնց մասին բոլորս գիտենք, բոլորս տեղյակ ենք, վերջին շրջանում տեղի ունեցած օրինակ Փարաքյարում, որը ամենացայտունն էր, որ երկար տարիների այնտեղ սաբոտաժների, քաղաքական, չգիտեմ, հալածանքների, միմյանցից մարդ գողանալու եւ այլնի միջոցով նոր ընտրություններից հետո արձանագրումները նաեւ դուրս չեկան որոշ շրջանակների եւ այդ բարեհոգեբանական համայնքում տիրող մթնոլորտը բերեց հանգեցրեց մարդկային ողբերգության։ Մենք ինչ տեսանք Գյումրիում, որտեղ նախորդ իշխող ուժը Բալասանյան դաշինքը կարծես թե իշխանությունների հետ որոշակի նաև համագործակցության եզրեր էր գտել, ես խոսքս հիմա ուղղում են այն մարդկանց ու խմբերին, ովքեր ասում են, դե կարելի է լեզու գտել, կարելի է չգիտեմ ինչ, ոչ, ինչպես եւ ենթադրվում էր, ինչպես եւ ենթադրել է ես 21 թվականին, այս մարդիկ ոչ թե լեզու գտնելու համար են, այս մարդիկ հնազանդեցնելու համար են եւ որ պահին, որ իրենք հասկանում են, որ հնազանդության իրենց պատկերացրած սահմանները խախտվել են, այդ դեպքում արդեն որևէ պայմանավորվածություն չի գործում, ուստի ավելի լավ է չպայմանավորվել եւ հանգիստ խղճով կներեք կամ գնալ նստել կամ չգիտեմ ինչ լինել, բայց չպայմանավորվել երբեք։ Մասիսի համայնքապետի հետ տեղի ունեցած վերջին իրադարձությունը, այնտեղ բնականաբար ավականու միջև ուժերի հարաբերակցությունը այնպիսին էր, որ դժվար է այնտեղ այդ քաղաքական բնույթի խաղեր կազմակերպել եւ կազմակերպվեց քրեական եւ դատական պատժաչափի այնպիսի անհամաչափ տարբերակ, որոնց մասին կարծում եմ նաեւ իրավաբանները այստեղ կխոսեն, ես իմացա, որ երբևէ որևէ մեկի նկատմամբ վերջին գոնե 5-6 տարիների ընթացքում չի կիրառվել ու նաև գիտենք, որ եթե նույնիսկ 3 ամիս ապակաս լիներ պատժաչափը, ապա Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեր մեղմացնող երևույթներ։ Լավ, չեմ ուզում չարաշահել, ուզում եմ ժամկետի մեջ մտնենք։
Հա, էլի։ Հաստաբաններ կան, որ պետք է գնան դատի հիմա հենց մեր սրբազանների մոտ։ Լավ, ուրեմն այսքանը ես ավելի շատ շեշտադրում եմ տեղական ինքնարակառնման մարմինների մեր ընկերներին էր ուղղված ու նրանց պաշտպանությանը, ես ուզում եմ, որ իրենք շուտապույտ ազատության մեջ հայտնվեն եւ մյուս այն համայնքի ղեկավարներն են, ովքեր որ դեռևս կարկավում են ու մտածում են, որ իրենց էլ հերթը կհասնի, իրենք թող իրենց տեղերում պին մնան, մենք էլի պայքարելու ենք, մեր պայքարը վերջ չունի, մեզ կոտրվել չունենք, ուզում եմ շուտապույտ ազատություն մաղթել բոլոր քաղբանտարկյալներին։ Շնորհակալ ենք, շատ շնորհակալ ենք։ Խոսքը